Տերյան 69 հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսման մեջ ուժեղ Հայաստանի անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը այս հասցեն է նշում։ Այս հասցեում է գործում Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող Տաշիր գրուպը։ Իրավապահները պնդում են, որ կանդազմականունով Արթուր Ավանեսյանը քաղաքացիներին աշխատանք է խոստացել, երբ ուժեղ Հայաստանը իշխանության գա։ Հակակոռուպցիոնում էլ համարում են, որ սա ընտրակաշարք է։ Դատարանն էլ այսօր Արթուր Ավանեսյանին կալանավորել է 2 ամսով։ Ինչն էր բովանդակային հատվածը ընտրակաշարքի վերաբերյալ։ Այդ հարցադրումը դատական նիստի ընթացքում ուղիղ ներկայացրել ենք։ Ինչի համար ընտրակաշարքը պետք է ունենա շրջանակ, պետք է ունենա առարկա, պետք է ունենա դրա նկատմամբ իրականացվող գործողություն։ Պայմանականորեն երկու անձինք, որոնք ընկերներ են, իրանք իրար ընտրակաշարքի հարաբերության մեջ կարող են ողջամտորեն մտնել, թե ոչ։ Իդեպ ընկերներ, որոնք նույն քաղաքական հայացք ունեն։ Ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համարը փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր պատմեց, որ Արթուր Ավանեսյանին կալանավորած հակակոռուպցիոն դատարանը հաշվի չառավ այլ խափանման միջոցներ կիրառելու իրենց միջնորդությունը։ Իդեպ բոլոր հնարավոր այլ խափանման միջոցները առաջարկել էինք։ Հակակոռուպցիոնի քննիչը սակայն դատարանում պնդել է, ազատության մեջ Արթուր Ավանեսյանը կխոչընդոտի գործի քննությանը, կփորձի թաքնվել կամ էլ ազդել գործով անցնող անձանց վրա։ Վարդևանյանը դատարանում հակադարձել է, եթե այդպես լիներ, ապա Ավանեսյանին կկալանավորեին այն ժամանակ, երբ արվել էին այդ գաղտնալսումները։ Ապրիլին նախորդած ժամանակահատվածում արդեն ինտենսիվ գործողություններ կատարել են։ Տվյալներ փաստորեն չեն հայտնաբերել, հակառակ դեպքում հենց անմիջապես պայմանականորեն մարտ ամսին լինելու էին ձերբակալումներ կամ կալանավորումներ։ Այդ ամենը չկա։ Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսումներում քաղաքացին Արթուր Ավանեսյանին հարցնում է, իրեն պաշտոն կտա բանակում, նա էլ դրական պատասխան է տալիս։ Վարդևանյանը պնդում է, սա երկու գաղափարակից ընկերների միջև խոսակցություն է, ոչ թե քրեական օրենսգրքի խախտում։ Հանցանք կդիտարկվեր, եթե մի կողմը փորձեր ազդել մյուսի կամքի վրա։ Շատ բաներ իրար կարող են խոստանալ, կարող են պատկերացնել, կարող են հավատալ, բայց դա ինչով է դառնում ընտրակաշարք։ Ընտրակաշարքի առաջնային բաղադրիչը ընտրողի կամքին միջամտությունն է շահագրգռելու միջոցով։ Դա կարող է լինել գումար, կարող է լինել այլ միջոց, բայց պետք է կամքին միջամտություն անես։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցչի կարծիքով իրենք նախընտրական տարբեր խոստումների մասին են հայտարարում, ինչը հանցագործություն չէ, այլ քարոզարշավին բնորոշ հայտարարություններ։ Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում նորմալ պայմաններով։ Հարգելիս, համայնքի ղեկավարը ասում է, այս պահին 50 հոգու ազատ բանվորի ազատ տեղ ունի։ Այս հրահանգը վարչապետը տվել էր մարտի 7-ին Արագածոտնի մարզպետին։ Նման օրինակներ էլի կան, ասում է Արամ Վարդևանյանն ու պնդում, ինչու իրավապահները վարույթ չեն հարուցել արդեն 2 ամիս քաղաքներում ու գյուղերում շրջող վարչապետի այս խոստումից հետո։ Իրավապահ կառույցներից ճշտել ենք, իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների դրվագներով վարույթներ իրավապահները չունեն։ Դա ընտրակաշարք է։ Հիմա եթե այս դեպքում ընտրակաշարք է, բայց այդ դեպքում ինչ են անում։ Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության մեջ խոսք կա նաև անձնագրերը պատրաստելու Տերյան 69 այցելելու մասին։ Ընդհանրապես կուսակցությանն անդամագրվելու մասին է վստահեցնում է փաստաբանը։ Այս գործով կա եւս 3 մեղադրյալ։ Փաստաբան Ռոման Երիցյանի տվյալներով դատարանը տնային կալանքի է տարել նրանցից արցախցի Գեգամ Զաքարյանին։ Կստացվում է, որ Գեգամ Զաքարյանը ընդունել է մոտ 30-35 միլիոն դրամի կաշառքի խոստում է տվել, կաշառք ստանալու համաձայնություն է տվել, որպեսզի ընդամենը 5 հոգու ձայն տա ուժեղ Հայաստան կուսակցության օգտին, որից այդ 5 հոգուց 4-ը անգամ ընտրելու իրավունք չունեն։ Ըստ փաստաբանի Զաքարյանը տան միակ կերակրողն է, բայց տնային կալանքի դեպքում չի կարող աշխատել։ Ըստ քննչական մարմնի Գեգամ Զաքարյանն ընտրակաշարքի դիմաց խոստացել է ընտանյոք ընտրել ուժեղ Հայաստանին։ Նրան վերաբերող ձայնագրությունն այսքանն է։ Զաքարյանը խոսում է աշխատանք գտնելու մասին, Ավանեսյանն էլ պատասխանում։ Չաչարվեցիք, ընտրեցիք, համ գործմաններ, համ հողնաններ, համ տոննաններ։ Այս գործով անցնող մյուս 2 մեղադրյալների մասին տեղեկություններ հայտնի չեն։ Հակակոռուպցիոնը մանրամասներ դատական որոշումներից չի հայտնում։